Տիկին Գալեյան, պատերազմից 5 տարի անց մենք ողջ հանրությամբ ինչ դասեր ենք քաղել ենք արդյոք, եւ որևէ մեկը կարող է այս տղաների արյամբ պահված Արցախը զիջել եւ մարսել։ 5 տարի անցել պատերազմից, բայց այս 5 տարիները մեզ ապացուցեցին, որ ոչ դասեր չենք քաղում։ 21 թվականին վերընտրելով Նիկոլ Փաշինյանին, բնականաբար ապացուցում ենք, որ դասեր չենք քաղել, իհարկե։ Դրա հետևանքները ծանր եղան մեր համար։ Գիտենք Ջերմուկի Վարդենիսի դեպքերը, մեր տղաների էլի կորուստը, հետո Արցախի կորուստը ամբողջովին չենք քաղել ու մինչև այսօր կա հասարակության մի մասսա զանգված, չգիտեմ ինչ անունով դիմեմ, որ դեռևս հավատում են Նիկոլ Փաշինյանին։ Իրենց թվում է, թե խաղաղություն է տիրելու, բայց Թուրքից խաղաղություն սպասել հնարավոր չէ։ Իսկ ինչ կհորդորեք ժողովրդին, թե հոգնել եք հորդորելուց։ 5 տարիա հորդորում եմ, Անի ջան, 5 տարիա ես եւ իմ նման ծնողները, որոնք պայքարում են այս իշխանությունների դեմ, որոնք պայքարում են արդարության դեմ, հորդորում են։ Այո, հորդորում են, բայց տեսնում ենք արդյունքը, որ դեռևս Նիկոլ Փաշինյանի իշխանության է։ Երեկ Ալեն Սիմոնյանը մարջ էր գալիս, որ 26 թվականի ընտրություններին իրենք ավելի շատ ձայն են հավաքելու, այս առումով ինչ կարող եք ասել։ Դե այսպես իհարկե կան ահագին մարդիկ, որոնք վերափոխվել են, գիտակցում են, որ սխալ քայլ են արել, բայց հաշվի առնելով, որ բոլոր կարևորագույն լծակները, պետական լծակները այսօր իրանց տիրապետության տակ են, ինչպես գիտենք, հեծնել արդեն դա վերցրեցին որպես ընտրազանգված իրենց ձայները ապահովելու համար, այս անգամ ընտրություններին ավելի հարմար կլինի երկարատև անջատումների համար, լցոնելու համար, կեղծելու համար, այդ տեսակետից միգուցե։ Իսկ Աստծո դատաստանից խուսափել։ Բնականաբար հնարավոր չէ, բայց ես կուզենայի, որ իրանց դատաստանը երկրային լիներ, ոչ թե երկնային, որ ականատես լինեի իրանց պատժին, արդարությանը, որ իրանք կդատապարտվեն, ես իրենց մահ չեմ ցանկանում, ես իրենց ցանկանում եմ շատ երկար ապրեն ու իրանք հետո գտնվեն մի փոքրիկ խցում, որտեղ ամեն օր պետք է հնչեն մեր նահատակ տղաների անուն, ազգանունները։ Բոլորը թե միայն Փաշինյանը։ Բոլորը։ Այդ թվում Սիմոնյանը։ Այդ թվում, այո, այն ԿՓԱ-ականները, որոնք մինչ օրս դեռ այդ թիմում են, իրենք հավասարապես մեղավոր են այս իրավիճակի համար։